Հարգելի ուսանողներ, եկեք հիմա անցնենք կոորդինատական համակարգեր թեմային, որը հենվում է բազիսի թեմայի վրա, որ մենք քիչ առաջ անցանք։ Ընդ որում, եթե դուք հիշում եք, երբ որ մենք բազիսը անցանք, հետո պայմանավորություն կայացրեցինք, որ մեր այս դասընթացում մեր ուշադրությունը առաջին հերթին սևեռված առնելու վերջավոր չափանի տարածությունների վրա։ Այսինքն ենթադրենք մեր տարածությունը վերջավոր չափանի է, որևէ դաշտի վրա է տված եւ ունի եմեկ n բազիս։ Դե այստեղ ինչ, այստեղ յուրաքանչյուր վեկտոր v-ի մեջից ներկայացվում է այսպիսի գծային կոմբինացիայով։ Մենք այսպիսի փաստ ենք անցել, չէ, որ շնորհիվ այն բանին, որ n բազիսը, այս ներկայացումը միակն է։ Այ հիմա տեսեք, այսպիսի մի նոր փաստ տամ ձեզ։ Վերցնենք այս ամեկ an գործակիցները, մեր այս երևույթի մեջից եւ դրանց այդ գործակիցները այսպիսի էնյակի տեսքով, տեսնեք գրենք սենց։ Վերցնենք գործակիցները ամեկան եւ շարենք կողք կողքի որպես էնյակ։ Այ ինչ է կարծում տվյալ v վեկտորի համար։ V-ից տեսեք ստացանք այս ներկայացումը, ստեղից է ստացանք էնյակը։ V-ի համար այս էնյակը միակն է, թե ոչ։ Խնդրում եմ լավ մտածեք։ Եթե միշտ եմեկն ու յենը նույն ձևով շարենք, միակը կլինի։ Այո, եմեկի յենի շարելու խնդիր կա, չէ՞։ Տեսեք, ներկայացումը գծային կոմբինացիան իրա մեջ էս չի պարտադրում, որ անպայման նույն կերպ շարենք հեշտականությունը, չէ։ 2 ե1 գումարած 5 ե2 ներկայացումը եւ 5 ե2 գումարած 2 ե1 ներկայացումը, երկուսն էլ նույն ներկայացումն է գրած։ Ոչ ոք գրելուց մեզ չի պարտադրում գումարելիները այս հեշտականությամբ գրել թե այն հեշտականությամբ, որտեղ տարածությունը abelian խումբ է ասած։ Բայց երբ որ մենք այս կետից երկրորդ անցումն ենք կատարում, գրում ենք էնյակը կոորդինատների, կներեք, հələ կոորդինատ բառը չօգտագործեմ գործակիցների։ Սա արդեն դառնում է հաջորդականություն, sequence, որը կախված է իր տարերի դասավորությունից, չէ՞, օրինակ 2-5 հաջորդականությունը եւ 5-2 հաջորդականությունը հեչել նույն օբյեկտը չեն։ Ուրեմն սա միակը չի լինի։ Որպեսզի ստանանք v-ից ելնելով այս էնյակի միակությունը, եկեք մի բան պայմանավորվենք։ Եկեք պայմանավորվենք, ֆիքսենք ոչ միայն բազիսը, այլև բազիսի տարերի ինչ-որ հեշտականություն։ Այդ դեպքում ֆիքսենք ինչ է հեշտականություն բազիսի տարերի, օրինակ ահա այս հեշտականությամբ ֆիքսենք իրաց գրած։ Եվ ֆիքսելով սա մենք յուրաքանչյուր վեկտորի համար, յուրաքանչյուր v վեկտորի համար այս գործակիցների այս էնյակը միակորեն կստանանք։ Դե այստեղ արդեն տերմինոլոգիա մտցնենք։ Այս դեպքում պայմանավորենք այս ամեկ այն գործակիցները, անվանենք նրա կոորդինատներ, ըստ ե բազիսի, տեսեք, շատ կարևոր է ասել ըստ ինչ բազիսի։ Իսկ նրա այս էնյակը անվանենք կոորդինատական էնյակ, կամ կոորդինատների հաջորդականություն, ե բազիսում, կամ ըստ ե բազիսի։ Դա նաև ոնց է ընդունված գրել,
ընդունված է նշանակել, տեսեք ոնց, այսպես, եթե v-ն վեկտորն էր, ասեք մեծ գրեմ, եթե v-ն վեկտորն էր, իր կոորդինատների այդ էնյակը ընդունված է նշանակել այսպես, v-ն ենք դնում, երկու կողմից քառակուսի փակագծերի մեջ, այստեղ ինդեքսում n, այսինքն սա դա այս էնյակն է, v-ի կոորդինատներն են և բազիսը, եղավ, նայեք, դպրոցական տերմինոլոգիայով ասած, դպրոցական պրակտիկայի առումով մենք հետևյալ իրավիճակը ստացանք, եթե մեր R2 տարածությունն է տված, դրա մեջ սենց x, y կետա տված, մենք իր կոորդինատները ոնց էինք գտնում, այսպես կետագից էինք անում, ասում ենք սենց անենք ստեղ հանդիպենք, հենց այս x-երի առանցքին հանդիպենք, այս կետի անուն դնենք x, հետո սենց անենք սա ունենք y, լավ, ու դեպքում սա կլինի xy կետը, բայց սա ինչ է փաստորեն նշանակում, սա նշանակում էր, որ հələ դուք ասեք, եթե ես 1-0 կետը ստեղ g1-ով նշանակեմ, g1 վեկտոր, իսկ 0-1 կետը g2-ով նշանակենք, ապա այն փաստը, որ այս կետիկները քաշել ենք, ստեղ x-ա ստացվել, դա ինչ է նշանակում, որ այս o-ից այս a կետը եկող վեկտորը դա ով է, x-ը y-ը x y1-ը, իսկ ես սա էլ y2-ը, ուրեմն ստացվում է այն փաստը, որ դպրոցում ասում ենք, սենց կետիկներ քաշենք, սենց անենք, սենց նկար սիրուն նկարենք, դա հենց նույնն է, որ գրենք այս վեկտորը, գրենք այս v-ն, գրենք x y1 գումարած y2 տեսքով, տեսեք, այս դպրոցից մեզ ծանոթ իրավիճակը զարգացրինք ընդհանուր տեսքի մեջ, ընդհանուր դեպքի մեջ, ուրեմն տեսեք, քանի որ սա մեր, և սպասեք, այս գրառումները ընդեղ ավելացնենք, այս v-ն, այս մեր իրավիճակում, կարող եմ սենց գրեմ, այսենց, v-ն y-ն, հավասար է xy, v-ի կոորդինատները y բազիսում, ստեղ միտեղ էլ ավելացնենք, որտեղ y-ն դա որ բազիսներ, 1, 0, 0, 1, հլա ով ուզում հիշեցնել, այս բազիսին մենք այս տեսակ 1, 0, 0, 0, 1, 0, այս բազիսներին հատուկ անուն ենք տվել, սա որ բազիսներ, դրան մենք ստանդարդ բազիս ենք, չէ անվանել, ընդ որում, այսպիսի պայմանավորվածություններ էլի կայացնել մեր գործը հեշտացնելու համար, երբեմն կարող ապատա չէ, մենք ինչ խնդիր լուծելուց լնենք, ունդեղ ինչ-որ 50 անգամ պետքա վեկտորների կոորդինատները գրել, դե ամեն անգամ հավես չկա, չէ, են ինդեքսում գրել, եթե խնդրի կոնտեքստից հասկանալի է ինչ բազիսը օգտագործում, ուղղակի դրան այսպես կգրենք, առանց են կողքի, առանց այս ներքերի յեին, այսինքն տվյալ v-ի համար, ինչա, v-ն կարելի է մյուս պայմանավորվածություններ ինչն է, դուք հիշում ենք, որ փաստորեն կոորդինատական էնյակը վեկտորա որ տարածությունից, մեր fn-ից, չէ, իսկ fn-ի վեկտորները մենք պայմանավորվել էինք, կուզենք սենց գրենք, հակալորդ փակագծերով, կուզենք սենց կգրենք, քառակուսի փակագծով, կուզենք սենց ուղղահայաց կգրենք, այս գրառումը իմաստալից է, այս գրառումը իմաստալից է, այս գրառումը իմաստալից է, օրինակներ, եթե R2-ում մենք 1-0-0-1 բազիսն ենք ընտրում, ահա այս է խնդրեմ օրինակները, տեսեք,
այն ինչ որ մենք մյուս գրատախտակին գրիչով նկարեցինք, նմուշները այստեղ ներկայացված են հեսա։ V վեկտորը, որը այսպես է արված, դա 5,2-ն է։ P-ն հավասար է 5,2։ Այլ օրինակներ, եթե հələ պատկերացրեք այնպես նույն իրավիճակում, այս նկարում, մեր կարգավորված բազիսը ոչ թե E1, E2-ը լինի, այլ E2 ստորակետ E1-ը լինի։ S-ը դեպքում, այս դեպքում ու-ի կոորդինատները S կարգավորվածության դեպքում այս ու-ի կոորդինատները կլինեն ինչ, ով է ուզում ասել 4,2։ 4,2։ Ահա, էլի մի նմանատիպ, մի քիչ էլ ավելի այսպես ուրիշ տեսակ օրինակ, եթե ես վերցնեմ այս-ը, նայեք G1, այս կապույտ վեկտորը և G2։ G1, G2-ը հաստատ բազիս են, ով է ուզում հիշեցնելով բազիսի բուն սահմանումը հիմնավորել, ինչի այս G1, G2-ը բազիս են իրանցից ներկայացում։ Որտեղ նախ պետք է անկախ լինեն, չէ՞։ Երկու հատիկ վեկտոր ունեն, G1, G2, ինչի են իրանք անկախ։ Որովհետև մեկը մյուսի գծային կոմբինացիա չէ։ Ապրեք, կամ էլ մի հատ հեշտ հատկություն կար, չէ՞։ Ասում էր, եթե երկու հատիկ վեկտոր ունեք, իրանց համար անկախությունը, կախվածությունը փաստորեն հանգում է ինչին։ Կոլիներությանը իրար։ Ապրեք, կոլինարության հանգում ընդհանրեն։ Դե կոլինար չեն, ուրեմն անկախ են, բայց ամբողջ տարածությունը ինքը երկու չափանի է։ Երկու հատիկ վեկտորը հենց որ անկախ են, ըստ են վերջին առաջադրության, ուրեմն իրանք ավտոմատ այլևս ինչ են։ Բազիս չէ, հենց այն չափանի տարածության մեջ, հենց այն հատ վեկտորներ, իրանք հենց որ անկախ են, էլ խոսելու հաշտ չկա շատ, արդեն բազիս են։ Մանային, բազիս են, դե հələ նույն այդ վեկտորներին նայենք, այս մեր V-ն, որը 2 0-ն է, չէ, այս վեկտորներ, նայեք, ես չեմ էլ ուզում անվանեմ, որ այս վեկտորը, ես չեմ էլ արդեն ուզում անվանեմ իրան 5,2, որտեղ ըստ ինչի 5,2, հələ մի րոպե սպասեք, պարզապես վեկտորը հասկացեք որպես այս ինչը, այս սլաքը, այս ուղղորդված սլաքը, նետը, այդ նետը, որի գործակիցների մասին ոչինչ հայտնի չի, չի երևում, որ ինքը G1-ի կրկնապատիկն է, մաքուր, G1-ի իր ճիշտ կեսն է, ուրեմն ինքը երկու անգամ G1, հավասարը երկու անգամ G1 գումարած, քանի անգամ G2, 0 անգամ, ուստի իր գործակիցները տեսեք, G բազիսում, նայեք G բազիսում, մեր վեկտորները G1, G2-ն են, այսինքն այս G1, G2-ը մեր G բազիսն են իրանից ներկայացնում։ Ու այս նշանակումը, հուսով եմ բոլորդ հաշալի հասկանում եք, թե ինչ է նշանակում այս սա։ Ու նաև այս սա։ Եթե հարցեր կան, խնդրում եմ ասեք անպայման։ Եվ այստեղ էլ փոքրիկ օրինակ էլ էսպես, նայեք, ես ասեցի չէ, որ ուղղահայաց հետ կարող են վեկտորները գրվել, հորիզոնական հետ կարող են գրվել։ Դա օրինակ ինչների սա օգուտ տալիս։ Օրինակ, եթե ես ասենք թե վեկտոր ուզում եմ մատրիցով բազմապատկեմ, ասեք գրել եմ այսպես։
VM այս դեպքում ու ասենք m-ն էլ մեր այս 2s2-ի վրա մատրիքսն է։ Այդ դեպքում որ եթե գրել եմ VM պետք է այս արտադրյալը իմաստ ունենա, որպես իմաստ ունենա, մեր այս վեկտորը պիտի հասկացվի հորիզոնական քառակուսի փակգծերով վեկտոր։ Ու շատ սիրուն ստացվում է։ Հիմա, բայց կարող էի, չէ, ես այդ ուզենայի ինչ-որ մի կոնտեքստում, դուք տեսնեք այդ նմանատիպ կոնտեքստներ, m-ը a-չից բազմապատկեի այդ նույն v-ով։ Այդ դեպքում էլի գրում ենք, տեսեք, սեն m v, ոչ մի բան չի փոխվում v-ի գրառման մեջ, ստեղ ու ստեղ, տեսեք, դրի նույն բանն է գրած, v-ն է գրած, բայց ստեղ ձախում ինքը հասկացվում է որպես տող վեկտոր, իսկ ստեղ հասկացվում է որպես սյուն վեկտոր։ Այս սա էլ է ճիշտ գրառում, սա էլ է ճիշտ գրառում։ Եվ բնականաբար այս մեր ասած իրավիճակը կարելի է նաև անվերջ չափանի տարածություններին համար ընդհանրացնել, եկեք դրանց շատ հպանցիկ անդրադառնանք։ Ուրեմն եթե անվերջ քանակության, անվերջ չափանի տարածություն է տված, նրա մեջ էլ վերցնենք ինչ-որ վեկտոր, ներկայացնենք նա բազիսային վեկտորների ոմանց գումարի տեսքով, տեսեք, ստեղ անվերջ բազիս է, դեպքում ոչ թե ե1-ից անվերջ, նման անվերջ հատ գումար չկա, չէ, ինքը ինչ-որ կարտահայտվի i1, in վեկտորների ինչ-որ գծային կոմբինացիա, կվերցնենք այս i1-ից in-ը կշարենք այս մեր n-յակում, մնացած բոլոր կոորդինատները կլինեն 0-յական։ Ինչ որ է։ Ուրեմն հաջորդ անվանումը, որ մենք ստեղ տալիս ենք, դա այն է, որ եկեք ասենք, որ տված է կոորդինատական համակարգ մեր տարածության մեջ, եթե բազիսն է տրված, նա ինչ-որ կարգավորվածություն ունի և փաստորեն յուրաքանչյուր v վեկտորի համապատասխանում է իր v կոորդինատական n-յակը։ Այդ ինչ որ մենք սահմանեցինք, ինքը ինչ կլինի, հաստատ արտապատկերում կլինի, չէ, արտապատկերում ինչից ինչ, յուրաքանչյուր վեկտորի, փաստորեն արտապատկերումը v-ից է, համապատասխանացվեց n-յակ, n-յակը դուք հասկանում եք, չէ, fn տարածությունից է, այսինքն ստացվեց արտապատկերում v-ից fn, դրա անունը դնենք phi, որտեղ այս phi ֆունկցիայի անունն է, n էլ կարգավորված բազիսն է։ Այսինքն ինչ որ մենք ասեցինք, ուղղակի կարելի է ֆունկցիա սահմանել ստեղից ստեղ։ Եվ տեսեք, այստեղ մի բան կարևոր պայմանավորվածություն է, տեսեք, մենք պայմանավորվել ենք ու գրել ենք այսպես, չէ, v-ն հավասար է v-ե։ Ոնց որ հələ որ մի քիչ կասկածելի բան ենք գրել, որովհետև v-ն կարող է լինել բազմանդամային տարածությունից, սա կարող է լինել բազմանդամ։ Ասենք 3 գումարած 2x-ին 1x բազիսում, այս բազիսում կհամապատասխանի, դուք ասեք, ինչը 3-2։ Այս 3-2-ը թվազույգ է R2-ից, սա հեչել բազմանդամ չի, իսկ սա բազմանդամ է բազմանդամային տարածությունից։ Ոնց կարելի է գրել, բազմանդամը հավասար է, այս բազմանդամը հավասար է 3-2-ին, սա հեչել հավասար չեն։ Ուղղակի սա պայմանավորվածության հարց է, եթե կոորդինատական համակարգը սահմանված է, ապա այս v-ն հավասար է v-ե գրառումը,
ոչ թե այդ մաթեմատիկական օբյեկտների հավասարությունը նշանակում իրար, այլ նշանակում է այն փաստը, որ v վեկտորի կոորդինատները ֆիքսված կարգավորված եւ բազիսում այս սրանք են։ Սա զուտ պայմանավորվածության հարց է։ Դե ինչ անենք, օրինակները հուսով եմ, որ այս օրինակը մենք նայեցինք, սա n էր, որ մի քիչ J1, J2 բազիսն էր, էլ ինչ լավ օրինակներ կան նայեք։ Եթե բազմանդամային տարածությունը վերցնենք P3-ը իրական դաշտի վրա, ահա, ասենք այս սա վերցնենք որպես մեր վեկտոր, ահա, այս էլ իր կարգավորված բազիս 1x, x քառակուսի x խորանարդ։ Այ այդտեղ այս վեկտորը այդ բազիսում ունի ահա այս կոորդինատները fx-ը հավասար է սրան, որն էլ հավասար է այս քառյակին։ Այս հավասարությունը հասկանում եք, որ ինքը ունի պայմանավորվածության պայմանական իմաստ, ոչ թե հավասար է որպես բազմանդամ, այլ այն իմաստ ունի, որ մի քիչ առաջ են agreement-ի մեջ պայմանավորվեցին։ Ցանկության դեպքում տեսեք, կարող ենք այդ ֆունկցիան այսպես ուղղահայաց սյունակով էլ գրել։ Էլ ինչ օրինակներ։ Անվերջ չափանի օրինակ։ Եթե ես վերցնեմ fx-ը, նույն fx-ը անվերջ չափանի տարածության մեջ, որ այս սա է, իր համար այսպիսի անվերջ բազիս կարող եմ գրել։ Եվ այդ անվերջ բազիսում իր կոորդինատների հենց կներկայացնեն այսպիսի անվերջ հաշվելի հաջորդականություն։ Մատրիցային իրավիճակում եթե մեր M22 տարածության մեջ այս սրանք վերցնեինք որպես բազիսային վեկտորներ, ապա հուսով եմ հասկանալի է, որ ենթադրենք այս մատրիցը կլինի հավասար ինչ 5 անգամ այս մատրից, որ գրեմ, չէ՞, դա կդառնա 5 պլյուս 7 անգամ այս մատրից մինուս 9 անգամ այս մատրից պլյուս 14 անգամ այս մատրից, ուստի նշանակում որ այս սրա m-ի կոորդինատական քառյակը այդ բազիսում սա է։